Բարոյ պարոն Ղուկասյան, ողջունում եմ Սարհայր Պենդելից։ Ես բազմիցս ունեմ տապանում նշել եմ, որ ես այդքան էլ չեմ հավատում, որ մեր ժողովուրդը էությամբ пассив է լինելով 88 թվականի շարժման այդ սերնդից։ Բայց ես 88 թվի մասին մոռանանք։ Հարցս այլ շարժման մասին է, որը ունեցավ փայլուն արդյունք, որը դուք եք ղեկավարել, խոսքը Երևան էլեկտրիկ մասին է։ Դա ընտրություն չէր, դա կոնկրետ ինչ-որ բան էր, բայց նա հասավ իր նպատակին 15 թվականին։ Կարող եք բացատրել միգուցե հույս տալով նաև ժողովրդին, եթե այդքան пассив է իրապես ժողովուրդը, ինչպես դուք կարողացաք կամ ինչպես ժողովուրդը կարողացավ այդ ժամանակ վեր կենալ, որովհետև մենք Սփյուռքից այստեղ հպարտանում ենք տենալով մեր երիտասարդ աղջիկներին եւ տղաներին, թե ինչպես նրանք փոփոխություն բերեցին։ Ինչպես է դա հնարավոր։ Շնորհակալություն։ Դա երկարատև աշխատանքի արդյունք էր։ Սկիզբը քաղաքացիական այդ տրամադրությունների, շարժումների ես համարում եմ 12 թիվ։ Առաջի այդպիսի պրոցեսը Մաշտոցի պուրակն էր։ Եվ Մաշտոցի պուրակի դեպքում կար երիտասարդության խումբ, որը որ արդեն հատկանիշներին, որը ես բնութագրեցի, ազատ մարդկանց անկախ, համարձակ, իր իրավունքների համար պայքարելու, նախապես արդեն որոշակի ճանապարհ անցած մարդկանց խումբ էր։ Այդ խումբը առնվազն քրիտիկական զանգվածը անցել էր 30-ից 50 ավել երիտասարդներ էին միացել իրար։ Մաշտոցի պուրակում ձևավորվել էր պատային վիճակ 12 թվականի մարտ ամսին եւ որոշում կայացվեց մի քանի հասուն հասարակական քաղաքական գործիչների կողմից աջակցել երիտասարդներին, ծնվեց դեղին ցաղավարտների շարժումը, որի ղեկավարներից մեկը ես եմ եղել եւ դա իմ առաջի քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման փորձն է եղել։ Նպատակը դեղին ցաղավարտների եղել է աջակցել երիտասարդներին, բերել իրենց հաղթանակի, որպեսզի իրենք թևավորվեն, ընդլայնեն շարքերը, դառնան ավելի ուժեղ ազդեցող գործիք, որովհետև 12 թվականին արդեն հասկանալի էր, որ քաղաքական ուժերը անզոր են երկրում փոխել իրավիճակը, դա առաջի հերթին ՀԱԿ-ին էր վերաբերվում եւ 12 թվականի ընտրությունները դա ցույց տվեցին, որովհետեւ սպասելիքները հանրության ավելի մեծ էին ՀԱԿ-ի հաղթանակն էին սպասում մարդիկ, բայց շատ համեստ արդյունքներ գրանցվեցին։ ՀԱԿ-ը բացենք, Հայ ազգային կոնգրեսի մասին։ Հայ ազգային կոնգրեսի մասին է խոսքը։ Եվ 13 թվականի ընտրություններում, ինչպես ասեցի, մյուս գործողությունը հացադուլը, նախագահի թեկնածուի հացադուլը, դա հասկանում եք, ընտրություններում մասնակցություն չի, դա ընտրությունների որոշակի այդ fake ընտրությունների առանց ընտրության մոդելի դեմ բողոքի ցույց է։ Այն բերեց արդեն ավելի տեսանելի արդյունք 530,000 մարդ քվեարկեցին Ռաֆի Հովհաննիսյանին, ալտերնատիվ տեխնացուին, թեպետ եւ այդ տեխնացուն պաշտոնական, այսպես համակարգի կողմից ճանաչվել էր որպես գլխավոր օպոնենտ, բայց այնուամենայնիվ այդպիսի արդյունք ոչ մեկ չէր պլանավորում, չէր սպասում։ Այսինքն դուք կապում եք այդ Մաշտոցի պուրակի այդ թարմ օդի հետ, հա, որ ժողովուրդը ցույց տվեց ժողովրդին, ժողովուրդը ոչ մի բան չզգաց, ժողովուրդը տեսավ, որ կան նոր դեմքեր, կան երիտասարդներ։ 13 թվականի ընտրությունների ժողովուրդը դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանին։ Ռաֆի Հովհաննիսյանին չհաջողվեց այդ հաղթանակը կապիտալիզացնել, պահպանել, բայց հանրության մեջ ի հայտ եկավ թվով անհրաժեշտ, չէ, 530,000 ձայն Հայաստանում, դա քրիտիկական զանգված է իշխանափոխություն կատարելու համար, ակնհայտ է դա բոլորին իմ կարծիքով։ Հաջորդ կարևոր շարժումը 100 դրամն էր։ 150, ոչ 150 ոչ 150 դրամի թանկացման տրանսպորտի, որ անմիջապես տեղի ունեցավ
ընտրություններից հետո, որտեղ որ կրկին այդ երիտասարդները ցույց տվեցին իրենց արդեն ավելի կազմակերպված, նաև դա ավելի բարդ խնդիր էր, ցանցային խնդիր էր, մի բան է, մի մաշտոցի պուրակը կոմպակտ բան է, տրանսպորտային ցանցը տարածական իմաստով ավելի լայն կազմակերպչական առումով խնդիր է դնում, բայց այդ խնդիրը տեսանք, որ երիտասարդները առանց որևէ մեկի օգնությամբ, եթե մաշտոցի պուրակում դեղին ծաղավարտների օժանդակությունը կարևոր նշանակություն ուներ, մերժենք 150, ոչ 150 դրամի շարժումը, դուրս մեր գրպանից հրաշալի շարժում էր հենց այդ շրջանակներում։ Այստեղ իշխանությունները սկսեցին արդեն խնդիր տեսնել քաղաքացիական դաշտում եւ սկսեցին գեներացնել զուգահեռ շարժումներ, լայց տարբերակներ, այդ ֆլեշկեքի շարժումը, բայց դա էլ էր քաղաքացիական շարժում այդ կենսաթոշակային համակարգի փոփոխության դեմ, նաև Էլեկտրիկ Երևանը, ես դա ասում եմ, այդպես ավելի շատ իշխանական պատից նախաձեռնած պրոյեկտ, որի նպատակն էր նոր խումբ մեջտեղ բերել երիտասարդների, հակակշռել այն երիտասարդների խումբը, թիմը, որը որ կար, արդեն ձևավորվել էր նախորդ բաներով, նոր, այսպես ասած, կերպարներ բերել այդ դաշտ եւ Էլեկտրիկ Երևանի ծրագիրը այն էր, որ ինչ որ մի խումբ երիտասարդներ սկսում են բողոքի ակցիա, հետո Սերժ Սարգսյանն իրենց ընդունում է, կրկնվում է Մաշտոցի պուրակի մոդելը ընդառաջում է եւ իրենք այսպես հակակշիռ են դառնում այն մյուսների համար, այսպես բազմազան է կամ բազմակենտրոն է դառնում այդ քաղաքացիական շարժումների դաշտը։ Էլեկտրիկ Երևանը ես չեմ ղեկավարել, բայց Էլեկտրիկ Երևանի ժամանակ ինձ մեղադրում են, այդ թվում պաշտոնապես, որ ես խանգարեցի այդ ծրագրի իրականացմանը։ Անկեղծ ասած, տենց մտադրություն չունեի։ Որ ծրագիր, պարոն Ղուկասյան։ Քաղաքացիները թույլ չտվեցին, որ նախաձեռնողները Էլեկտրիկ Երևանի հանդիպեն Սերժ Սարգսյանի հետ առաջի օրը, դա տեղի ունեցավ օրեր անց եւ լիովին այլ մթնոլորտում, մի խոսքով Էլեկտրիկ Երևանի պրոյեկտը կարելի է այսպես ասել, իշխանությունների տակից տարած պրոյեկտ է եղել։ Իշխանությունների պրոյեկտն է եղել, որը ես չեմ ասում, որ դա ոչ, ես չեմ ասում իշխանությունների Կից տարած պրոյեկտ մի հատ բացատրեք։ Իրենք կուզենային, որ այդ շարժումը, այսպես ասած, ձևավորվեր եւ ունենար եւ պատրաստ էին դրան ուշ տային, ունեին այդպիսի ակնհայտ ցանկություն, դա երևաց այդ հաջորդ իրադարձությունների արդյունքում, չէ, բայց իրենց մոտ դա չստացվեց։ Իրենցը իշխանությունների մոտ։ Այդ Էլեկտրիկ Երևանի նախաձեռնող հիմա, եթե հիշում եք, այնտեղ կային գործիչներ, որոնք այսօրվա անդիմության հետ են, հա, այսպես ասած, բազմազան էին այդ նախաձեռնողները, Էլեկտրիկ Երևանը արդեն քաղաքացիական անհնազանդության դասընթաց էր։ Եթե իմ բանին դերակատարությանը անդրադառնալ, կարող եմ ասել, որ այն, որ Էլեկտրիկ Երևանը բլոկեց ճանապարհը տևական ժամանակ, այդտեղ իմ ներդրումը կա, բայց դա ի սկզբանե նախատեսված ծրագիր չէր այդպես։ Երբ ես ասում եմ տարանք իշխանությունների տակից, կամ դուք ասեցիք, այդպես կոնկրետացնեմ, ի սկզբանե չի եղել կազմակերպիչների մոտ նպատակ բարիկադ ստեղծել եւ Բաղրամյան փողոցը շրջապատել խաղաղ ճանապարհով։ Հաջողությունը Էլեկտրիկ Երևանի կայանում է նրանում, որ այդ
բողոքի ձևը մատուցվեց հասարակությունը սովորացնելու խնդիր կար։ 18 թվականին մենք տեսանք։ Մենք անում ենք նյութեր, տարածում ենք նյութեր սովորեցնող, ինչպես նման ակցիաներին մասնակցել, ինչպես հագնվել, ինչպես զգուշ լինել, իրավական կողմը հարցերի նախապատրաստում ենք մարդկանց։ Դա ուսումնական նաև աշխատանք էր, որը որ հարկավոր էր աստիճանաբար բերել 18 թվականին։ 18 թվականի քաղաքացիական անհնազանդությունը չէր կարող տեղի ունենալ առանց այդ նախնական աշխատանքի, որտեղ պիտի լինեն մարդիկ պիտի սովորացվեն, մարդիկ պիտի իրենց աչքով տեսնեն, մարդիկ պիտի տեսնեն եւ մասնակցեն եւ քաղաքական դրսեւորություն ունենային։ Ես ինչի ընդգծում եմ եւ շատ կարեւորում եմ հանրակրվեի ժամանակ 15 թվականի սահմանադրության փոփոխությունների ոչ քվեարկողների 480,000 հոգու փաստը։ Դա աստիճաններ էին դեպի 18 թվի քաղաքացիական անհնազանդություն։ Մենք սովորացնում ենք հասարակությունը քայլ առ քայլ, դա չես կարող այսպես անես։ Դա պիտի process լինի եւ այդ process-ը գնում է իր ինչ որ դրամաբանական փուլերով, որպեսզի բերենք, ստեղծենք, այսպես ասենք, պայմաններ, որպեսզի դա կարողանա տեղի ունենա։ Եվ դրա համար իհարկե Սերժ Սարգսյանը ինչի մեզ ինձ Դավիթ Հովհաննիսյանին կալանավորեց, որպեսզի ընդհատեն այդ process-ը, իրենք տեսնում էին, որ մենք այդ աշխատանքը տանում ենք, դիտարկում էին դա որպես վնասարար աշխատանք ռեժիմի համար, իրենք ռեժիմը նույնացնում էին պետության հետ, համարում էին, որ դա պետության դեմ գործունեություն է եւ այլն, տեսնում էին, որ մենք համարձակ ենք, անկախ ենք, չենք վախենում ոչ մի բանից եւ այլն, եւ այլ ձև քան մեկուսացնել չունեին։ Այսօր էլ իշխանությունները նույնպես հասկանում են, որ այդ հատկություններով ենք մենք օժտված, մենք ասածը եսի նկատի ունեմ ոտքի Հայաստան քաղաքացիական շարժման նախաձեռնողների եւ այսօր արդեն հայ կառուցողական կուսակցության հիմնական անդամների, վարչության կորիզի մեր անդամներին եւ դրա համար քրեական հետապնդումը այսօր իմ նկատմամբ շարունակվում է, որովհետև պետությունը, այսպես ասեմ, մեզ դիտարկում է որպես վտանգ։ Վտանգը նրանում չի, որ դու մեծ բլոկներ ունես կամ շատ փող ունես, այլ վտանգը նրանում է, որ դու գիտես ոնց աշխատել հանրության հետ, որպեսզի հասնել ինչ որ արդյունքների։ Պետությունը դա համարում է իր մոնոպոլ դաշտ, օլիգարխիան կամ նախկին պետական, օլիգարխիան ու նախկին պետական ներկայացուցիչները դա նույն կարելի է ասել սեկտորն է, իրենք դա փորձում են անել արդեն մասնավոր միջոցներով առանց պետական լծակների, դրանով են, չէ, օլիգարխիկ կուսակցությունները ընտրություններում տարբերվում։ Եվ իրենք նույնպես օժտված են այդ հատկությունով, իրենք գիտեն հանրության հետ ոնց աշխատելու, դրա համար գրանցում են միշտ բարձր արդյունքներ։ Ես նկատի ունեմ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ոչ մեկ չի կասկածում, որ Սամվել Կարապետյանի կուսակցությունը կկարողանա հավաքագրել ոչ պակաս 21 թվականին դաշնակցության այդ Հայաստան դաշինքի արդյունքներից եւ այլն։ Այսինքն դա հասկանալի բոլորին հասկանալի գործոններ են։ Մեր խնդրումը կայանում է նրանում, որ սերունդափոխություն չկա։ Կան նոր գործիչներ, մենք փորձեցինք մեր աջակցությունը հասցրեցինք բոլոր նրանց, որ մեջ ներուժ ենք տեսնում, բայց այն կարծիքով հստակությունը այսօր չենք տեսնում։ Միգուցե նոր գործիչները նոր ճանապարհով կգնան եւ դա նորմալ է, որովհետեւ սերունդափոխության հետ միասին գալիս են նոր գաղափարներ, նոր մեթոդներ եւ դրան պետք է ուրախությամբ եւ ողջամիտ մոտենալ։ Մենք այս ընտրություններում այս պահի դրությամբ կարող եմ ասել, կարող ենք լինել միայն աջակցի դերում, բայց ոչ առաջատարի։ Տրված է հետևյալ եզրակացությունը. հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նոր ուժը կարողանա համոզել հասարակությանը, որ խորհրդարանական ընդդիմության օգտին քվեարկելը
երկարաժամկետ հեռանկարում գործող կառավարության պահպանման օգտին քվեարկություն է։ Ընդդիմության օգտին քվեարկելը գործող կառավարության պահպանման օգտին քվեարկություն է։ Ինչու է այսպիսի եզրակացություն։ Դե երրորդ ուժը որպեսզի աղթի, իհարկե պետք է ապացուցի հանրությանը, որ ինքը ավելի էֆեկտիվ, ավելի արդյունավետ ընդդիմություն է, քան նրանք, ովքեր որ այդ հարցը ինչով են զբաղված խորհրդարանում։ Այդ հարցն էր։ Այդ հարցն էր, որովհետև նրանք, ովքեր որ զբաղված էին ինչ-որ բաներով 5 տարի խորհրդարանում որպես ընդդիմություն, հանրությանը արդեն հայտնի է ինչ է եւ նրանց ձայն տալը նշանակում է կառավարության պահպանման օգտին ձայն տալը։ Ըստ էության, հա, որովհետև իրենք այդ խաղի կանոններով, երբ որ կա, չէ, իրավիճակի գնահատականից ելնելով ընդհանուր, այսպես ասած, ֆրեյմ, հա, ընտրությունների, իրենք չեն կարող դառնալ իշխանափոխության գործիք հանրության համար։ Իրենք կարող են վերարտադրվել խորհրդարանում, վերարտադրվել այս կազմով, վերարտադրվել այն կազմով, դա հանրության համար արդյոք կարևոր է Սամվել Կարապետյանը եւ Դաշնակցությունը կլինեն խորհրդարանում, թե ենթադրենք Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ պատիվ ունեմ Դաշինք էր եւ Հայրենիք կուսակցությունը կամ այդ նոր Դաշինքը, որը որ ստեղծվում է Սամվել Բաբայանի եւ Վանեցյանի, Արտուր Վանեցյանի կուսակցությունների հետ համատեղ աշխատելու արդյունքում կամ որևէ այլ դաշինք։ Մի խոսքով, այստեղ պետք է սկզբունքը հասկանալ մարդկանց համար ինչ է կարևոր։ Մարդիկ իհարկե ուզում են մեծ հաշվով բոլորը ուզում են Փաշինյանից ազատվել։ Ու զզվելի կերպար է այդ Փաշինյանը սովորական միջին քաղաքացու համար։ Ինքը հետևողական ամեն ինչ արեց, որպեսզի այդ պատկերը հանրության մոտ լինի, ձևավորվի մեծամասնության մոտ եւ հարցումները դա են ցույց տալի 40% ավել ընդեղ գրած է համարում են, որ սխալ ուղղությամբ է գնում մեր բանը, ոչ այն պատճառով, որ այսպես ասած կամ այլ կերպ ասած հենց Փաշինյանի այստեղ գործոնը շատ մեծ է էլի բայց եւ այդ լիդերները Ռոբերտ Քոչարյանը, Արտուր Վանեցյանը, անցյալ ընտրությունների գլխավոր դերակատարները հասկանալի է, որ պնդել, որ այս ընտրություններում կարողանան ավել հավաքել, քան անցյալ ընտրություններում հավաքել էին, այստեղ կան վերլուծություններ, բայց տեսնում եք Ջեմինին դա այդքան էլ չի համարում դա կայուն երևույթ։ Այստեղ մրցակցության դաշտ կա։ Փաշինյանից հիասթափվածները ինչ պիտի անեն, ոնց պիտի, ինչ վարկագիծ պիտի դրսևորեն։ Եվ վերլուծությունը այսօր հանրային տիրույթում եղած բոլոր հրապարակային բաների վկայում է, որ այո կա այդ հնարավորության պատուհան, կարճ չստացեց ձեր հարցի պատասխանել, մոբիլիզացնել այդ սեգմենտը, որովհետև այդ սեգմենտը, ովքեր որ վստահ էին հեղափոխությանը, ովքեր որ ուզում էին փոփոխություններ այսօր հիասթափված են Փաշինյանի մեջ, իրենք կարող են նոր ուժին տրամաբանական շարունակությանը քվեարկել իմ այսօր պատկերացումներով, դա այն քաղաքական ուժն է, որը որ հանրապետություն կուսակցություն չի, հանուն հանրապետության կուսակցություն չի, որը որ հռչակում է Եվրոմիության անդամության կուրս, որը որ ունի նոր դեմքեր, ինչպես ասացի, որը որ ունի ակտիվ ռազմավարություն, ֆինանսական աջակցություն բիզնեսի, միջին բիզնեսի, որը ունի սահմանադրական տեսլական, ինչու՞ չէ, որը որ կարևոր բոլոր հարցերի, այսպես ասած, այդ բանը իր ձեռքում ունի եւ ամենակարևորը
Մարդկանց հետ կարող է բաց անկեղծ խոսել եւ բացատրել, որ վերջը մարդկանց համար միևնույն է Եվրոմիություն, թե Անտարկտիդա, թե ինչ։ Մարդիկ ուզում են ազատվել վախերից։ Ազատ ապրելը դա վախերից ազատ ապրելն է։ Հայաստանում կյանքը զզվելի է այդ պատճառով, որ մարդիկ վախենում են օրենքից, կառավարությունից, պետական մարմիններից, հարևաններից, չէ, անընդհատ այդ մթնոլորտը տանջում է մարդկանց, մաշեցնում է մարդկանց ցույց տալ ճանապարհ, որ ճանապարհ կա առանց այդ վախերի ապրելու, հանգիստ ապրելու եւ այսպես երաշխավորված լինելու, իրավունքների հարգելու, մարդու արժանապատվությունը հարգելու պայմաններում, հա, որ պետությունը հնարավոր է սանձել եւ պահել պետական գործիչներին ինչ որ ռամկեքի մեջ, դա եւ այն գլխավոր խնդիրն է, որը որ քաղաքացիները իմ պատկերացումով այսօր հարցումներից բխող բոլոր տեղեկությունները դրա մասին են խոսում։ Փաշինյանի մեջ արդեն չեն տեսնում այդ բարեփոխումների իրականացնողին, Փաշինյանը իրեն շատ կապեց այդ Թուրքիա, Ադրբեջան բացասական հայերի համար կայուն բացասական կերպարների հետ եւ գրեթե նույնացավ իրենց հետ իր քարոզչությունը այդ հատվածը բերեց նրան, որ ինքը բարձր բացասական ռեյտինգ ձեռք բերեց։ Տալիս է դա հնարավորություն այսօրվա ջահել նոր սերունդին անել այդ փոփոխությունը, այո, անկասկած տալիս է։ Ունեն աջակիցներ, ունենալու են աջակիցներ, այո, ունենալու են աջակիցներ։ Ինչ կստացվի, դե ամփերությամբ լսենք։